Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տեր-Մինասյանն եմ և բնականաբար մենք զրուցելու ենք առողջությունից։ Այսօրվա թեման նվիրված է սրտին։ Սիրտը դա մի շարժիչ է, որը աշխատում է առանց գոնե 1 րոպե հանգստանալու, առանց գոնե 1 վայրկյան հանգստանալու, այն աշխատում է մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Պատկերացնում եք այդպիսի ֆենոմենալ շարժիչ, որը կաշխատի 70, 80, գոնե 100 տարի, բայց շարժիչ, որը պետք է խնամել, եւ հենց այդ խնամքի մասին մենք այսօր կզրուցենք մասնագետի հետ։ Սկսենք տեսանյութից, հետո հրավիրենք մեր հյուրին։ Դարեր շարունակ մարդիկ հավատում էին, որ սիրտը պարզապես մարմնի վառարանն է, ջերմություն արտադրող օրգան։ Բայց 17-րդ դարի սկզբում անգլիացի բժիշկ Վիլյամ Հարվեյն ապացուցեց. սիրտը պոմպ է, որն անընդհատ արյուն է մղում անոթներով։ Այս բացահայտումը սակայն պատասխան չէր տալիս հարցին, թե ինչու է աշխատող պոմպը հանկարծ կանգ առնում։ Միայն 20-րդ դարի սկզբին ապացուցվեց, որ կորոնար զարկերակի թրոմբոզը կարող է առաջացնել սրտամկանի ինֆարկտ։ Այսօր սիրտանոթային հիվանդությունները մնում են աշխարհում մահվան համար մեկ պատճառը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տարեկան մոտ 20 միլիոն մարդ է մահանում սիրտանոթային հիվանդություններից։ Եվ դեպքերի մեծ մասը կապված է կորոնար զարկերակների նեղացման հետ։ Անոթի նախնական տեսքն ու լիարժեք գործառույթը վերականգնելու լուծումը որքան էլ որ տարօրինակ է, հուշեց ատամնաբուժությունը։ 19-րդ դարում անգլիացի ատամնաբույժ Ստենտը ստեղծեց նյութ, որն օգտագործվում էր ատամնային պրոթեզների ձևը պահպանելու համար։ Տարիներ անց այդ գաղափարը դարձավ հիմք անոթի ներսում տեղադրվող մետաղական կմախքի ստեղծման համար։ Այդպես ծնվեց Ստենտը։ Այսօր ստենտավորումը նեղ կորոնար անոթների վերականգնման ամենատարածված եւ արդյունավետ միջոցներից է։ Ժամանակակից ուղեցույցների համաձայն սուր ինֆարկտի դեպքում արագ իրականացված ստենտավորումը կարող է փրկել սրտամկանի զգալի հատված եւ էապես նվազեցնել մահվան ռիսկը։ Այսպես հարգելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա առաջին հյուրը ինտերվենցիոն սրտաբան Մերուժան Սաղաթելյանն է, ողջույն Սաղաթելյան, եւ մենք զրուցում ենք սրտից։ Այո, իհարկե։ Սիրտը բնականաբար սիրտանոթային սիստեմի կարևորագույն բաղադրիչն է, որն ապահովում է արյան շրջանառության շարունակականությունը եւ անդադարությունը։ Ես միշտ մտածում եմ, ոնց որ չի հոգնում։ Մենք բոլոր մկանները, հիմա եթե մենք սկսենք մարշրուտ, ինչ որ ծանրաբեռնվածություն, մի րոպե, 2 րոպե, լավ 10 րոպե, լավ կես ժամ, հետո սկսում ենք հոգնել։ Այո, սիրտը բնականաբար անդադար կծկման մեջ չի, ավելի երկար ունի հանգստանալու փուլ։ Օրինակ, եթե սրտային ցիկլը մենք պատկերացնենք, շատ կարճ կծկման փուլից հետո, այո, ունենք երկարատև հանգստի փուլ, որը իհարկե, քնած ժամանակ սրտի կծկումների հաճախությունը կարող է իջնել մինչև 40-51 րոպեում։ Իդեպ դա նորմալ է։ Այո, իսկ ինտենսիվ քնած ժամանակ, այո։ Իսկ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կարող է անցնել 200-ը, կախված տվյալ անձի ֆիզիկական պատրաստվածությունից։ Եվ նույնիսկ պատկերացրեք, նման բարձր հաճախությամբ կծկվելուց ինքը հասցնում է հանգստանալ եւ վերականգնվել։ Անկամ այդ արագությամբ երբ որ աշխատում։ Այո, անկամ այդ արագությամբ աշխատելիս։ Ինձ թվում է ոչ մի ավտոմեքենայի շարժիչ, ամենաայսպես թանկարժեք բրենդները երևի թե չեն կարող համեմատվել, որովհետև ոչ մեկը սրտիչափ չի աշխատանք կատարում եւ բնականաբար չեն կարողանում դեռևս ստանալ։ Նրանք մարդու կողմից են ստեղծված։ Իդեպ մոտավոր չափսը սրտի մենք ունենք այստեղ շատ մեծ, մենք ունենք նույնպես կարծում եմ այսպեսի առողջ սիրտ չի կարող լինել, բայց այլ մի քիչ փոքր է երևի։ Դա մի քիչ փոքր է, այո, իրականում դրանից մի փոքր մեծ։ Եվ մեծամասնությունը մարդկանց միշտ գտնում է, որ այս սիրտը այստեղ է գտնվում, սիրտը իրականում տեղակայված է կրծքի խոռոչի կենտրոնական հատվածում, գագաթը փոքր դեպի ձախ ուղղված, բայց մոտավորապես մեջտեղով։ Այո։ Սիրտը անընդհատ սնվելու կարիք ունի։ Ուրիշներին ինքն է սնուցում եւ մատակարարում է արյուն բոլոր օրգաններին, բա ինքը որտեղից է վերցնում սնուցումը։ Սրտից դուրս եկող ամենախոշոր մեծ զարկերակը, որը աորտա է կոչվում, ձախ բաժիններից դուրս եկող, որը որ նախատեսված է սնուցում ապահովելու համար, այս խոշոր աորտայի հենց առաջին ճյուղերը սիրտը սնուցող զարկերակ
զարկերակներն են։ Հենց Այսինքն անմիջապես սկզբից իրեն է առաջին ճյուղերը, վերցնում, այո։ իր համար արյունը վերցնում է իր համար սիրտը, հետո նոր մնացածը ուղարկում է մյուս օրգաններին։ Ուր է տանում։ Մենք ունենք տարբեր ճյուղեր։ Բոլոր բաժինները Եթե մենք խոսում ենք սիրտը սնուցող զարկերակների մասին, նրանք դուրս են գալիս աորտայից երկու ցողունով եւ ճյուղավորվելով սնուցում են սրտի բոլոր բաժինները։ Եվ խոշոր զարկերակները սրտամկանը սնուցող պատկերացնենք 2.5-ից մինչև 4 մմ տրամագիծ ունեն, որոնք որ ամբողջ սրտամկանը սնուցում են։ ամենավախենալու բառերից մեկը, երբ մենք լսում ենք իրականության մեջ, դա սրտամկանի ինֆարկտն է։ Այո։ Ինչ է իրենից ներկայացնում։ Սրտամկանի ինֆարկտը սրտամկանի որևէ հատվածի կտրուկ սնուցման դադարի պատճառով այդ մկանի վնասումն է։ Այսինքն այն անոթները, որ սնուցում Այս են, զարկերակները, որոնք պատկերված են, այս զարկերակներից որևիցե մեկի ինչ որ մի հատվածում կտրուկ խցանում առաջանալու պատճառով համապատասխան բաժինը սրտամկանի այլևս սնուցում չի ստանում, բայց ստիպված շարունակում է էներգիա եւ ծախսել եւ աշխատել եւ դա չի կարող շարունակվել որոշակի ժամանակից ավել, եթե սնուցման դադարը տևում է 10-20 րոպեից ավել, սրտամկանի այդ հատվածում տեղի են ունենում արդեն անդարձելի վնասման փոփոխություններ, որն էլ հենց ներկայացնում է սրտամկանի ինֆարկտը։ Եվ այդ հատվածի չափերից կախված ինֆարկտը կարող է լինել թեթև կամ ծանր։ Իսկ ինչու է դա տեղի ունենում։ Մարդկությունը այս 21-րդ դարում չի կարողանում նմանատիպ շարժիչ ստեղծել, բայց փաստորեն այս շարժիչն էլ է փչանում։ Այո, ցավոք սրտի շարժիչը փչանում է անոթների մեջ տեղի ունեցող որոշակի փոփոխությունների պատճառով, դրանց պատճառները դեռևս մինչև վերջ պարզաբանված չեն, բայց այս կամ այն պատճառներով սիրտը սնուցող այս զարկերակների պատերի մեջ սկսում է հավաքվել անպետք զանգված, անոթի պատի մեջ սկսում են բորբոքային փոփոխություններ եւ հավաքվում է մասսա, որը որ սովորաբար այնտեղ չի լինում։ Իսկ ինչ է այդ մասսան իրենից ներկայացնում։ Այդ մասսան իրենից ներկայացնում է տարբեր պրոցեսների արդյունքում զարգացած բորբոքային հյուսվածք եւ դրա մեջ, քանի որ ի սկզբանե պատանատոմիական հետազոտությունների ժամանակ դրա մեջ հայտնաբերեցին ճարպային կուտակումներ նաև, ճարպի կուտակման պատճառով անոթի պատի բնդացում։ Այո, իհարկե այդ ժամանակվանից դեմոնիզացվեցին ճարպերը եւ խոլեստերոլը եւ դրանց կենտրոնական դեր տրվեց պատճառաբանության մեջ այս հիվանդության։ Իհարկե դեռևս վերջնական ապացուցված տվյալներ չկա պատճառականության մեջ, իհարկե դա կարևոր դեր ունի խոլեստերոլը, բայց հավանաբար ոչ միակ պատճառաբանական։ Այդ երևույթների պատճառով հավաքված մասսան առաջացնում է անոթի լուսանցքի նեղացում, պատերի պնդացում, հաստացում, նեղացում, որը որ թողունակությունը պակասեցնում է արյան հոսքի եւ սնուցման տևական խանգարում կարող է առաջացնել, իսկ հանկարծակի խցանումը արդեն այդ հիվանդ մասսայի քայքայման եւ արյան մակարդուկի հանկարծակի առաջացման պատճառով զարգանում է հենց ինֆարկտը սնուցման կտրուկ դադարի պատճառով։ Եվ այստեղ գալիս են օգնության մեր ստենտերը։ Այո։ Ստենտը մենք օգտագործում ենք, երբ տեսանք, որ նեղացած է, որպիսի ինֆարկտ չզարգանա, թե մենք ստենտը օգտագործում ենք արդեն ինֆարկտ է, որպիսի վերականգնենք սնուցումը, թե երկու դեպքում էլ կարող ենք։ Այո, երկու դեպքում էլ բնականաբար, իհարկե ամենամեծ ապացուցողական հիմքը ունենք հենց ինֆարկտի զարգացման ժամանակ, ստենտավորումը որպես կյանք փրկող գործողություն։ Մեթոդի ներդրումից հետո, երբ որ սկսեցինք անոթները բացել, այսպես կոչված անգիոպլաստիկան ներդնելուց հետո, մահացությունը կտրուկ իջավ։ Տեխնոլոգիան ներդրվել է դեռևս 1977 թվականից։ Այն ժամանակ հենց միայն անոթի այդ նեղացած հատվածի մեջ բալոն ենք ասում, բայց դա մեր պատկերացրած բալոնը չի, ինքը գլանաձև փուչիկ է իրանից ներկայացնում, այդ փուչիկը անցկացնելով այդ նեղացած մասի մեջ եւ դրսից ճնշում տալով փուչիկը բացելով նեղացած հատվածը բացում էին եւ արյունահոսքը վերականգնում էին։ Հետո պարզվեց, որ այդ գործողությունից հետո նորից փակվում է, որովհետեւ այդ գործողության ժամանակ հիվանդ պատերը նորից փխլվում են ներս եւ պետք է ինչ-որ մամլիչ ազդեցություն, այսպեսի մետաղական, այո, եւ այսպիսի մետաղական ճաղավանդակներով էնդոպրոթեզներ ստեղծվեցին, որոնք հագցված էին այդ բալոնների վրա եւ ունեին այդ մամլիչ դերը։
Եվ ի վերջո այդ մետաղալարերից կազմված ճաղավանդակի վրա նստացրեցին հատուկ դեղորայք, որը որ ժամանակի հետ կրկնակի նեղացման շանսերը պակասեցնում էր։ Ամենակարևորը ժամանակին ախտորոշել եւ ժամանակին հասցնել տեղադրել եթե վերաբերում է սուր ինֆարկտին, որը որ իսկապես կփրկի կյանքը եւ արդյոք այդ ստենտը հետո փոխելու կարիք լինում է կրկնակի վիրահատություններ, թե դրեցինք ու կարող է 100 տարի ծառայել։ Նայեք, որպեսզի մենք լավ պատկերացնենք, ստենտի ճաղավանդակի ճաղերը իրենք շատ բարակ են։ Ստենտը իրենից ներկայացնում է մշտական մետաղական ինչ-որ կառուցված կանոթի պատերի մեջ, որը ժամանակի հետ իհարկե պատվում է հյուսվածքով եւ արյունը հոսելիս այդ մետաղի հետ այլևս չի շփվում։ Բայց ստենտը երբ որ տեղադրվեց անոթի պատերի մեջ, ինչ-որ չափ անոթի բնական ֆիզիոլոգիան, շարժունակությունը, նրա դինամիզմը փոխում է, դրան արգելք է հանդիսանում եւ երբեմն իհարկե բարեբախտաբար քիչ քանակով մարդկանց մոտ հենց այդ ստենտավորված հատվածում կրկնակի process-ներ են տեղի ունենում եւ կրկնակի նեղացումներ են ունենում։ Այդ ժամանակ միջամտելու տարբերակները կամ կրկնակի նորից այդ հատվածում լայնացնել, եթե հնարավոր է առանց լրացուցիչ ստենտի, որովհետև այդ դեղորայքերը, որ ստենտերի վրա օգտագործում են, հնարավոր է նաև առանց մետաղական ստենտի հասցնել անոթի պատերին, որովհետև արդեն ունենք այդտեղ ստենտավորված հատվածը, կամ ի վերջո եթե կրկնվում է եւ այլևս այդ տարբերակով չենք կարող միջամտել, կարող են գնալ բաց վիրահատության։ Դա արդեն այլ հաղորդման թեմա է, մենք կհրավիրենք բժիշկ Սաղաթելյանին, մի օր կպատմեք բաց վիրահատությունների, ինչ են, բայց ես գիտեմ, որ դուք նախընտրում եք իհարկե դրան չհասնել եւ անում են ինչ անել փակ, սիրուն, գեղեցիկ ճանապարհով եւ հիվանդին սովորաբար շատ ավելի հեշտ տանելի ճանապարհ։ Այո։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք այսօր ձեզ փորձեցինք պատմել, թե ինչ է իրենց ներկայացնում սիրտը, ոնց է աշխատում, ոնց է ինքն իրեն սնուցում եւ իհարկե եթե տեղի ունենում խնդիրներ, ինչպես անել, որպեսզի այն ձեզ ծառայի, որպեսզի դուք լինեք առողջ։ Եվ հիշեցնեմ հարգելի հեռուստատողներ, որ իմ այսօրվա հյուրը ինտերվենցիոն սրտաբան Մերուժան Սաղաթելյանն է։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, այժմ արդեն ծնողների դպրոցն է եթերում եւ մենք խոսելու ենք փոքրիկների աճի եւ բնականաբար նաեւ նրանց ծնողների, ընտանիքի անդամների մտահոգությունների մասին, որովհետեւ շատ հաճախ ծնողները, տատիկները, պապիկները մտածում են, որ իրենց բալիկը ինչ որ լավ չի աճում։ Արդյոք ամեն ինչ այդքան վախենալու է եւ այդքան լուրջ, թե մենք ենք ամեն ինչը բարդացնում, փորձելու ենք բարձել մեր հյուրի կրծքով կերակրման խորհրդատու Աշխեն Արաքելյանի հետ։ Դիմավորենք։ Ողջույն Աշխեն։ Բարև ձեզ։ Մենք այսօր խոսում ենք փոքրիկի աճի մասին։ Ինչ արագությամբ պետք է աճի, երբ պետք է մտահոգվենք, երբ պետք է ընդհանրապես ժպտանք ու ասենք, որ մեր երեխան շատ լավ աճում է։ Մենք պետք է հանգիստ լինենք, երբ մեր երեխան աճում է առողջապահության համաշխարհային կազմակերպության ստեղծած կորերով, այսինքն երբեք չպիտի համեմատենք մեր երեխայի տվյալ պահի քաշը մեկ այլ երեխայի, հարևանի երեխայի քաշի հետ, որովհետև օրինակ պարզ օրինակ բերեմ, մեր երեխան ծնվել է 2.7 քաշով ու 1 ամսականում ենթադրենք 3.4 է։ Սա շատ լավ ցուցանիշ է, բայց եթե ենթադրենք 1 ամսականում 3.4 էր ծնվել ու 3.4 է մնացել շատ վատ է, այսինքն մի դեպքում մի ամսականում 3-4-ը լավ է, մյուս դեպքում շատ վատ։ Իդեպ քաշն ենք միայն հաշվում, թե նաև հասակը։ Քաշը, հասակը, գլխի շրջագիծը։ Մենք ունենք այդ ձեր ասած կորերը, մենք կարող ենք հիմա ցուցադրել, որոնք նրանք տարբերվում են տղաների եւ աղջիկների համար, դա նորմալ է։ Եվ մենք օրինակ հիմա այստեղ ունենք հասակը չափելու եւ նաեւ քաշը չափելու համար կշերք, օրինակ արժի տանը նման սարք ունենալ, թե բացարձակ դրա անհրաժեշտությունը չկա։ Գիտեք, եթե երեխան օրինակ հենց սկզբից ինչ որ խնդիրներ են եղել ու կարիք կա հետևելու երեխայի քաշին, օրինակ երեխան կաթնախառնուրդով է սնվում ու մայրիկը անցում է կատարում կրծքով սնուցման։ Այդ դեպքում արժի ունենալ նման սարք, որ օրինակ 4 օրը մեկ շաբաթը մեկ կշռենք ու տեսնենք արդյոք կաթնախառնուրդը ճիշտ քայլով ենք պակասացնում, ոչ թե յուրացնում, այլ պակասացնում, կրծքի կաթը ավելանում է, այսինքն եթե մենք ունենք process։ Եթե երեխան որևէ խնդիր չունի, նորմալ աճում է, նման կշեռքի կարիք չկա։ Պոլիկլինիկայում կշռումները լրիվ բավարար են, իդեպ 4 օրը մեկ կարելի նաև պոլիկլինիկայում էլ կշռել, այնպես որ
Ոչ ոք չի զլանա։ Ոչ ոք չի զլանա, այո։ Լավ, իսկ ոնց եմ հասկանում, եթե կշռք չունեմ, բայց այնուամենայնիվ մտահոգվում եմ, ինձ թվում է, որ չէ, դե երեխան ոնց որ լավ չի ուտում։ Եթե արհեստական սնուցման է, ես ունեմ շիշ, շշի վրա նշված են միլիլիտրերը, ես գիտեմ, որ երեխան կերավ օրինակի համար 80 կամ 100 միլիլիտր։ Երբ որ կրծքով են կերակրում, ես չեմ կարող չափել, ու ես չեմ կարող հասկանալ կերավ, չկերավ, սոված մնաց, կշտացավ։ Կողնորոշվում ենք ըստ երեխայի արձագանքի, եթե երեխան հանգիստ է, տակտիրների քանակը նորմալ են, աղիներն աշխատում են, ուրեմն խնդիր չկա։ Բայց ամեն դեպքում սա կարող է շատ աչքաչափով լինել եւ հիմնվել զուտ երեխայի վարքի վրա չի կարելի, որովհետեւ երեխան կարող է լաց լինել օրինակ գերհոգնածության պատճառով, իսկ մենք կարծենք, որ սոված է։ Ամեն դեպքում ամենահուսալի տարբերակը դա մանկական կշեռքով։ Այստեղ օրինակ այսպեսի կշեռք ունենք։ Ահա, կարծում եմ շատերի տանը կա, սա երեխայի համար հաստատ չի աշխատի։ Չէ, սա երեխայի համար չի աշխատի, ընդ որում գիտեք հաճախ ինչ են անում ծնողները, իրենք առանձին են կշռվում։ Այո, հետո երեխային են գրկում, երեխայի հետ են կշռվում։ Այս կշեռքների ճշտությունը ենթադրենք 100 գրամ է։ Իսկ մեզ պետք է իմանալ երեխան 50 գրամ ավելացել է, թե ոչ։ Մենք փաստորեն տվյալ չունենք։ Հասկացա։ Այնպես որ տարբերակը, որ դուք առանձին կշռվեք, հետո երեխային գրկած կշռվեք, չի աշխատելու, մաքսիմում կարող եք օգտագործել ձեր ճամպրուկների համար, օդանավական գնալիս, բայց ոչ երեխայի նորածնի քաշը որոշելու համար։ Ինչպես կարող ենք այնուամենայնիվ վստահ լինել, որ երեխան կշտացավ, կա ինչ-որ չափորոշիչ։ Երեխայի ավելացրած քաշը, որովհետև եթե երեխան adekvat քաշ է ավելացնում, ապա որտեղից, եթե ոչ նրա ստացած սնունդից։ Այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով յուրաքանչյուր 5-րդ երեխա ամեն դեպքում տառապում է ոչ նորմալ սնուցումից եւ ունի նման խնդիրներ։ Իսկ մեր երեխաները կարծում եմ ունեն բոլոր հնարավորությունները, մենք ունենք հրաշալի մանկաբույժներ, որոնք ուշադիր հետևում են երեխաների աճին եւ եթե մենք ամեն ինչ ճիշտ կազմակերպենք, մեր երեխաները կլինեն առողջ եւ ուրեմն մենք կլինենք երջանիկ։ Չեն լինի։ Այո։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, սա ծնողների դպրոցն էր։ Ամենօրյա չափումներ մատից վերցված արյան կաթիլով կամ մարմնին ամրացված տեսանելի սենսորով։ Դիաբետ ունեցող մարդիկ ստիպված են ընտրել այս տարբերակներից մեկը։ Սակայն գիտական աշխարհն այսօր առաջարկում է աննախադեպ այլընտրանք։ Աչքի սովորական կոնտակտային ոսպնյակ հիշեցնող սարքը, որի մեջ տեղադրված է ընդամենը 1.5 մմ-անոց գերզգայուն սենսոր, կարողանում է անդադար հսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը, շրջապատի համար աննկատ կերպով։ Այս նորարարությունն ապահովում է տվյալների ավելի քան 90% ճշգրտություն, պարզապես փոխազդելով աչքի արցունքի հետ։ Ոսպնյակը սկսում է վերլուծել մարդու վիճակն ավելի արագ, քան օրգանիզմը կհասցնի արձագանքել առաջին ախտանշաններին։ Այն պահին, երբ գլյուկոզի մակարդակը շեղվում է նորմայից, սարքը փոխում է երանգը, ստեղծելով նուրբ գունային հուշում։ Այս տեխնոլոգիայի կենսական անհրաժեշտությունը փաստում է վիճակագրությունը։ Աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մեծահասակ շաքարային դիաբետ ունի, իսկ ավելի քան 1.5 միլիոն երեխա ամեն օր պայքարում է հիվանդության առաջին տիպի դեմ։ Ավելի քան 60%-ի համար հիվանդության վարման ընթացքում ամենամեծ խնդիրը ցավ կամ անհարմարություն պատճառող մեթոդներով մշտական ստուգումներն են։ Իսկ խելացի ոսպնյակը հնարավորություն է տալիս կանխելու դիաբետի բարդությունները, մարդուն ազատելով կպչուն սենսորներից եւ գլուկոմետրից։ Նոր տեխնոլոգիայի հետ դիաբետի հսկողությունը խոստանում է դառնալ ավելի բնական ու աննկատ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, գնացինք հաղորդման հաջորդ հատվածին, իսկ հաջորդ հատվածում մենք սնվում ենք հաճույքով ու մնում ենք առողջ, որքան էլ որ դա շատերի համար տարօրինակ է, բայց մնում է փաստ, որովհետև մեզ այսօր օգնում են սրտաբան Վարդգես Մովսիսյանը, որը հոգում է մեր սրտի առողջության մասին։ Ողջույն եւ իհարկե Նարինեն Ալեքսանյան, մեր խոհարարը պատրաստում է նույնպես սրտի համար օգտակար սննդատեսակներ։ Նայն ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք հավով, ծիրանաչրով եւ քամած մածնով աղցան։ Ինչի համար մեզ անհրաժեշտ է հավի կրծքամիս 100 գրամ, ծիրանաչիր 40 գրամ, քամած մածուն 30-ից 40 գրամ, նեխուր 20 գրամ, մաղադանոց 10 գրամ, աղ, սև պղպեղ։ Ընդամենը այսքանը, իսկ թեման այսօր հեվոցն է, բայց մինչև սկսելը ինչ է այստեղից կգողանայիք առաջինը εμս ասեիք այ սրտի համար ամենաօգտակար։ Երբ ծիրանը, որովհետև հաճախ օգտագործում է ռիթմի խանգարումների պարագայում։ Դուք շարունակեք, իհարկե։
Իսկ մնացած մասով իհարկե արդեն կարող ենք ասել, որ սպիտակուցները շատ կարևոր են նրա ամբողջ օրգանիզմի համար, այդ թվում նաև սիրտանոթային համակարգի համար։ Ծիրան։ Շնորհակալություն։ Ասեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ ծիրանի նման ֆանտաստիկ միրգ սրտի առողջության համար կարծում եմ աշխարհում երկրորդը չկա։ Այդ դեպքում ես կուտեմ դուք ինձ պատմեք թե ինչ է հեվոցը։ Իհարկե։ Հեվոցը ցավոք ամենաառաջինը սրտային անբավարարության դրսևորումներից գանգատներից մեկն է, բայց իհարկե այն ոչ միշտ է պայմանավորված սրտային պատճառներով։ Հիմնականում այն առաջանում է, երբ որ օրգանիզմում կա թթվածնի պահանջի եւ առաջարկի խանգարում, որը կարող է պայմանավորված լինել կամ թոքային համակարգում կամ սրտում տեղի ունեցող փոփոխություններով։ Եթե բուժարուն անհատը ունի հեվոց, որը առաջանում է օրինակ ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածության ժամանակ, մենք կարող ենք ասել, որ նա ունի սիրտոքային անբավարարություն։ Սրտային անբավարարության մասին կարող ենք Երկուսը միաժամանակ։ Այո։ Ես գիտեմ, որ մեր անեստեզիոլոգները, երբ զրուցում են վիրահատությունից առաջ բուժարուի հետ, ու կասկածում են, որ այդտեղ սրտի անբավարարություն կա, միշտ տալիս են նույն հարցը։ Աստիճանները քանի հարկ կարող ես բարձրանալ առանց հեվոցի։ Բնականաբար, եթե երրորդ հարկը բուժարուն կարողանում է հաղթահարել առանց հեվոցի եւ երրորդ հարկում նոր կանգնում է, այստեղ խոսում ենք թեթև արտահայտված խնդրի մասին, որովհետև երրորդ հարկից ավելի բարձր հարկ բարձրանալից բնականաբար անգամ առողջ մարդու մոտ կարող է առաջանալ հեվոց, որը այս պարագայում համարվում է ֆիզիոլոգիական, որովհետև բնականաբար օրգանիզմը ծանրաբեռնվում է, երբ որտեղ կանգ սկսենք շրջաններով վազել, բնականաբար առաջանա հեվոց, բայց այն արագ կկոմպենսացվի, բայց եթե հեվոցը տևական է եւ կայուն է եւ մարդը օրինակ մեկ հարկ բարձրանալիս կամ անգամ երկրորդ հարկում պետք է կանգնի հանգստանա կամ եթե համեմատենք օրինակ բարձրություն հաղթահարելու հետ ոչ թե աստիճաններ, այլ օրինակ այլ թեթև թեքության մասին է խոսքը, եթե եւս առաջանում է հեվոց, այստեղ պետք է փնտրել սրտային պատճառներ։ Դե հիվանդներին չեն կարող վիրահատությունից առաջարկել ասել մի հատ էս դիմացի սարը բարձրացեք։ Բնականաբար հետազոտության տարբերակը այնուամենայնիվ աստիճաններն են։ Եվ այո, եթե խնդիր կա, իհարկե ուղարկում ենք սրտաբանի մոտ քննարկելու, հասկանալու ունենք հակացումներ վիրահատության համար, թե ոչ։ Մյուս հարցը հեվոցի հետ կապված դա քնելու դիրքն է։ Այո։ Շատ հաճախ հեվոց ունեցող մարդիկ կանգատվում են, ասում են ես չեմ կարողանում ուղիղ պարկած քնել, ես անպայման մի քանի բարձ եմ դնում եւ կիսանստած վիճակը։ Բացատրեք ինչ է տեղի ունենում, ինչու է այդպես։ Այստեղ դիրքը համարվում է որոշակիորեն հարկադրական, որովհետև այս պարագայում դեպի սիրտ վերադարձող արյան քանակը ավելի նվազում է, երբ որ կիսանստած դիրքում են գտնվում եւ բնականաբար ծանրաբեռնվածությունը ավելի քիչ է լինում սրտի եւ թոքերի վրա։ Եվ եթե համեմատության մեջ վերցնենք բուժարուին, ով պարկում է հորիզոնական դիրքում, ով ունի սրտային անբավարարություն, բնականաբար նրա մոտ կառաջանա հեվոց, շնչարգելություն եւ խեղդվելու զգացողությունից կարթնանա բուժարուն ցավոք։ Այո, այստեղ պետք է փորձել գտնել պատճառը եւ կոմպենսացնել։ Ինչ կարող ենք առաջարկել։ Բնականաբար առաջինը դա սրտաբանական հետազոտություններն են, ամենապարզ էլեկտրասրտագրությունը, էխոսրտագրությունը եւ սրտաբանի խորհրդատվությունը, որը հաստատելու պարագայում սրտային անբավարարությունը արդեն իրականացնում ենք բուժական միջամտություններ, որոնք իհարկե կարող են որոշակիորեն կոմպենսացնել, որոշ դեպքերում նաեւ բուժել խնդիրը։ Նման մարդիկ սկսում են ինչ անել, սկսում են միզամուղներ օգտագործել։ Այսինքն ինչ են անում, միզամուղի օգնությամբ իրենք փորձում են արյան ծավալը նվազեցնել եւ ավելորդ հեղուկ դուրս բերել։ Ու իրենց լավ են զգում, բայց ճիշտ է արդյոք դա։ Տեսեք, դա ճիշտ է այն պարագայում, երբ որ այն նշանակվում է բժշկի կողմից, որովհետեւ իհարկե միզամուղները մտնում են սրտային անբավարարության եւ հեվոցների բուժման պլանում, բայց նրանք չեն գրավում առաջնային տեղ եւ նրանց սիրտը դրանից սկսեց լավ աշխատել։ Բնականաբար, այստեղ պարզապես ջրազրկեցին հեղուկի քանակը դուրս բերեցինք եւ բնականաբար այն պետք է արվի բժիշկ մասնագետի կողմից, որովհետեւ մենք նաեւ հետևում ենք էլեկտրոլիտային բալանսին եւ շտկում ենք այս փոփոխությունները եւս, որովհետեւ անհարկի ընդունումները միզամուղների կարող են բերել օրինակ կալիումի դուրսբերման չափից ավելի, որն էլ օրինակ կարող է բերել սրտի ռիթմի խանգարումների եւ ցավոք նաեւ կյանքին սպառնացող արիթմիաներ եւս կարող են լինել։ Ոչինչ, մի հատ ծիրան կուտենք, կալիումի պակասը կլրացնենք։ Ցավոք միզամուղով դուրս բերված կալիումը մենք չենք կարող ուտել, այո։ Այնուամենայնիվ կարող ենք ինչ որ տարիքում, ինչ որ չափով հեվոցը նորմա համարել, թե անկախ տարիքից հեվոց պետք է չունենա մարդը։ Հեվոցը նորմա չենք կարող համարել մանավանդ հանգիստ վիճակում, անգամ տարիքային փոփոխությունների հետ պետք է փնտրել պատճառը հեվոցի եւ փորձել բուժել կամ շտկել իրավիճակը։ Եթե փոխենք սննդակարգը, կարող է արդյոք հեվոց ունեցող մարդը սկսի ավելի լավ իրեն զգալ։ Տեսեք, եթե սննդակարգի փոփոխությունը լինի տևական եւ այն բերի օրինակ ավելորդ քաշի նվազեցմանը, եթե բուժարուն ունի, բնականաբար կբարելավի սրտանոթային համակարգի վիճակը եւ կլինիկորեն, այսինքն զգացողական առումով բուժարունները եւս կզգան դրական տեղաշարժեր։
Մենք դրական կողմերից խոսեցինք, թե որ սննդատեսակները կարող են լինել օգտակար, իսկ կան սննդատեսակներ, որոնք վնասակար են հեվոցի ժամանակ։ Բնականաբար հեվոցի համար էլ վնասակար են բոլոր այն սննդատեսակները, որոնք կարող են բերել մարմնի զանգվածի ավելացման։ Դրանք յուղոճարպոտ սննդատեսակներն են, պարզած խաչերն են եւ շաքարի չափից ավելի ընդունումն է, որոնք բերում են եւ լիպիդային փոխանակության խանգարմանը, եւ ինսուլինառեզիստենտականությանը, եւ այսպես կոչված նրանք աստիճանաբար բերում են բժշկության մեջ ասում ենք անոթների ռեմոդելինգի, երբ տեղի ունեն փոփոխություններ եւ սիրտը սնուցող անոթներում եւ ամբողջ օրգանիզմում։ Կամ մի հատ նաև հակառակ տարբերակ, երբ հեվոց ունեցող մարդը ասում է ես սկսել եմ ջուր քիչ խմել, որպեսզի ինձ վատ չզգամ, բայց մենք միշտ խոսում ենք, որ մեզ անհրաժեշտ է։ Այսինքն օրինակ, երբ բուժարուն գալիս է ձեզ մոտ եւ ասում է կլինի մի քիչ ջուր խմեմ, ինչ եք դուք առաջարկում։ Լինում են իրավիճակներ, օրինակ սրտային անբավարարության տերմինալ փուլերում մենք բնականաբար ինքներս ենք սահմանափակում ջրի ընդունումը, որովհետև ցավոք այն բերում է հեվոցների հարաճմանը եւ կարող է անգամ կյանքին սպառնացող թոքի այտուցի բերել։ Բայց այն բուժառուների մոտ, ովքեր չունեն այդ աստիճան սրտային անբավարարություն, ինքնուրույն ինքնակամ նվազեցնել ջրի քանակը եւ դրանով պայմանավորված ինքնազգացողության լավացումը գնահատել որպես դրական միանշանակ ընդունելի չէ։ Ճիշտ է այցելել բժիշկ մասնագետի եւ ստանալ պատշաճ բուժօգնություն։ Նանջան ինչ ունենք։ Մենք արդեն ունենք մեր ակցիոնի վերջնական տեսքը։ Հիշեցնեմ մեր բաղադրատոմսը, օգտագործում ենք հավի կրծքամիս 100 գրամ, ծիրանաչիր 40 գրամ, քամած մածուն 30-ից 40 գրամ, նեխուր 20 գրամ, մաղադանոց 10 գրամ, աղ սև պղպեղ։ Եվ ահա, մենք ունենք այսպիսի հրաշալի սրտի համար օգտակար աղցան, որը կարծում եմ բոլորդ կհավանդեք։ Հարգելի հեռուստատողներ, մնացեք մեզ հետ, սա եղիր առողջն էր, որտեղ մենք ձեզ տրամադրում ենք հնարավորինս շատ ինֆորմացիա առողջ լինելու եւ առողջությունը պահպանելու համար։ Այսօր խոսելու եմ հիպերլորդոզի մասին։ Հիպերլորդոզը դա այն վիճակն է, երբ ողնաշարի գոտկային հատվածը չափից շատ է կորանում։ Սովորական պայմաններում մեր ողնաշարը ունի էսաձև կորություն։ Հիպերլորդոզի ժամանակ գոտկատեղը գալիս է առաջ, նստատեղը գնում է հետ, կոնքը փոխում է իր նորմալ ֆիզիոլոգիական կառուցվածքը։ Կա հիպերլորդոզ թե ոչ, կարող ենք ստուգել պատի մոտ։ Կանգնում ենք մեջքով դեպի պատը։ Եթե գոտկատեղի եւ պատի միջև հեռավորությունը մեծ է եւ ձեռքը հանգիստ անցնում է, ուրեմն ամենայն հավանականությամբ ունեք հիպերլորդոզ։ Կարող է առաջանալ թույլ մկաններից, ինչպիսիք են որովայնի ուղիղ մկանը, նույն ինքը պրեսը, նստատեղի մկանները եւ կարող է առաջանալ ձգված եւ կարճացած մկաններից, ինչպիսիք են զստագոտկային մկանը, քառագլուխ մկանի երկար գլուխը, որը մասնակցում է կոնքազդրային հոդի ծալմանը եւ ողնաշարի տարածիչ մկանը։ Պրեսի համար կատարվող ոչ անվտանգ եւ քիչ էֆեկտիվ վարժությունները կարող են նպաստել հիպերլորդոզի առաջացմանը կամ եթե ունեք հիպերլորդոզ, խնդրի խորացմանը։ Օրինակ, մարդիկ պրեսի համար կատարում են վարժություն, ոտքերը բարձրացնում են 90 աստիճան իջացնում են։ Պարբերաբար կատարելով այս վարժությունը մենք կարճացնում ենք մկանը եւ եթե ունենք հիպերլորդոզ, խնդիրը սկսում է խորանալ։ Այս վարժության ժամանակ ամենակարևորը ծունկը 90 աստիճանից առաջ չի գալիս եւ ոչ թե մարմնով ենք առաջ գնում, այլ կոնքն է առաջ գնում։ Պահում ենք 15-ից 20 վայրկյան, հետո վերադառնում ենք բնականում դիրք։ Ձգումը զստագոտկային մկանի համար է, եթե ուզում ենք միանա քառագլուխ մկանի երկար գլուխը, ոտքը բարձրացնում ենք վերև։ Հիպերլորդոզը պարզապես կեցվածքի խնդիր չէ, այն մկանային անհավասարակշռության խնդիր է, որը ժամանակի ընթացքում կարող է բերել գոտկային հատվածի ցավերին։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ամփոփեմ նաև այսօրվա հաղորդումը։ Մենք այսօր խոսում ենք սրտից, հիշեցնեմ, որ դա մեր ամենահետաքրքիր օրգաններից մեկն է, որը ամբողջ կյանքի ընթացքում անդադար աշխատում է եւ ապահովում է մեր բոլոր օրգանների սնուցումը։
բայց մտածում են նաև սեփական սնուցման մասին։ Եթե խախտվում է նման խնդրի պարագայում մենք դիմում ենք բժշկի, բժիշկները շատ հաճախ ստենտավորում են ու ստիպում են, որ սիրտը էլի աշխատի, որպեսզի դուք լինեք առողջ։ Իսկ մենք աշխատում ենք նույնպես այդ նպատակով, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։